Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ համայնքի քաղաքային մարզահամալիրի 0.466 հազարերորդական հեկտար մակերեսով 3.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը եւ 980.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մարզահամալիրի կիսակառույց շենքն օտարել է ՍՊ ընկերությանը։ Այդ մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը ՍՊ ընկերությանը 0.466 հազարերորդական հեկտար մակերեսով հողամասը առուվաճառքի պայմանագրով օտարել է նշված ընկերությանն այն պայմաններում, երբ աճուրդ վաճառքը կայացած է եղել վերը նշված քաղաքային մարզահամալիրի կիսակառույց շենքի վերաբերյալ, որի հիման վրա ընկերության տնօրենն իր համար ակնհայտ կեղծ պայմանագիրը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանում եւ դրանց նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը։ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 310.787 դրամ, հայտնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.5% աճ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.1%-ով եւ կազմել 241.454 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.3%-ով եւ կազմել 337.174 դրամ։ 2026 թվականի հուլիսի դրությամբ 1 միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում։ Մոդեքս խորհրդատվական կենտրոնի հրապարակման համաձայն 2026 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով կազմել է 197 մարդ, ինչը 20%-ով ավել է 2025 թվականի դեկտեմբերի համեմատ։ Ընտրված երկրների շարքում տվյալ ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ադրբեջանը 37%, ամենամեծ անկումը Վրաստանը 1%, աճի տեմպով երկրորդ տեղում է Ուկրաինան, երրորդ տեղում Ալբանիան համապատասխանաբար 35% եւ 28% ցուցանիշներով։ Նշենք, որ 2026 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանում կան 607 ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետներ։